Օգոստոսի 2-ին տեղի կունենա ազգային ժողովի անդրանիկ նիստը, դուք ինչ սպասելիքներ ունեք նոր ձևավորվող խորհրդարանից։ Այդ ոչխարներից ես ոչ մի լավ սպասելիք չունեմ, խնդրում եմ նման հարցեր միտվեք, որովհետև ըստ կառավարություն գոյություն չունի, սա անասուն են։ Ոչ մի բան չունեմ ասում, ոչ մի լավ բան։ Մինչև այդ ինչ սպասելիքներ ունեցանք, որ հիմա ունենանք, ինչ վիճակա, որ ունենանք, այ բալա։ Իրանք ինչ ուզում են անում են, ոնց ուզում են անում են, դե Աստված տա թող լավ բան անեն, հիմա ինչ անեն։ Ռուսաստանի հետ վատ անում են, սրա հետ լավ անում են։ Ոչմ խառնաշփոթ վիճակա, իրանք էլ չեն հասկանում, մեզ էլ գցել են կրակը։ Այսինքն մոտիկ անում ենք, խոսում ենք, բայց անտեղի անցում է։ Ու մասին ինչ խոսեցինք, ինչ ունեցանք արդյունքում, ոչինչ։ Հիմա էլ ընտրություններն է, տեսնենք։ Ռուբինյանը լավ նախագահ կլինի այժմ։ Ոյ չէ, ոյ խնդրում եմ լավ էլի ամոթ էլի, ո՞ս կարելի է նման մարդկանց մասին խոսել ընդհանրապես։ Ես չեմ հասկանում, ես երիտասարդներին շատ եմ սիրում կամ շատ եմ հարգում, գնահատում, բայց չէ որ ունենք ավելին քան նրանք են, որոնք հիմա կան։ Որոնք կան ու բոլորին տեղ չեն տալիս։ Ճիշտ է ընդդիմության որոշումը մանդատներ վերցնել եւ խորհրդարան գնալը ճիշտ է համարում։ Նրանք էլ մի բան չեն։ Եթե իրոք ընդդիմադիր էին, թող ցույց տային իրանց ընդդիմությունը։ Եթե կարողանում էին մտածեին ժողովրդի մասին, որ սխալ որոշում էր, որ ինքը պետք է չլներ եւ այլը, այո, պետք է ոչ մի անգամ մանդատները չվերցնեին։ Բայց ինչպես շարունակեին պայքարը։ Պայքարը շարունակեին ժողովրդի հետ միասին, տեսնեին ժողովուրդը ինչ ընտրություն ուներ իրականում։ Եթե դուք համարում եք, որ դա ընտրությունները կեղծ էր, ոչ ճիշտ, ուրեմն թող բարի լինեին, միավորվեին ժողովրդի հետ միասին ու իրոք տեսնեին ով էր իրականը, իրանք էլ ոչինչ են։ Շատ խառը վիճակ է, բալես, շատ խառը։ Եվ սա կախված չի մեր վիճակից, կախված է ընդհանուր գլոբալ։ Միանձնյա, դա տենց չի լինի։ Ոչ մի անգամ ոչ մի հոգի, մի հատ ծաղիկը ամբողջ մարտեսը չի գեղեցկացում։ Հիմա մեր ծաղիկը դա է, ինչ անենք։ Դե մեր ընդդիմադիրն էլ դա էր, դե իրանց արած իրանց գլուխը կամած բոլորս էլ միտեղ կգնանք, կամած մեր երկիրը ազատենք ու կլքենք, ինչ անենք։ Շատ լավ սպասելիք ունենք վատ մարդկանց պատճառերից։ Ինչի մար, ինչ սպասես, այս պետություն չի, թուրիմատություն է, մենակ այդքան ենք ասեմ։ Ռուբինյանը լավ նախագահ կլինի այժմ։ Ես ազգանունները չեմ ֆիքսում։ Ոչ էլ ուզում եմ իմանամ կյանքով ով է։ Չեմ հետաքրքրվում։ Կներես։ Չենք կարող ոչ մի բան Թող ձևավորվեն ու իմանանք։ Ինձ թվում է դրական։ Ռուբինյանը լավ այժմ նախագահ կլինի։ Դե որ աշխատում է այդ process-ի մեջ է արդեն փաստ է, մնացածն էլ կերև է արդեն։ Դուք ուզում եք օրինակ որ Ալեն Սիմոնյանին փոխարինը Ռուբինյանը։ Ինձ թվում է այդ անձնական այդ վերաբերմունքը ես առավել չունեմ, որ ինչ-որ անձերին տենց գնահատական տամ, եթե աշխատեցին նորմալ իրենց տեղերում, ուրեմն նորմալ է։ Դա ես մեր դեպուտատներից պրինցիպի ոչ մի բան էլի ոչ մի բան էլ չեմ սպասում ես ոչ մեկից։ Ճիշտն ասած չգիտեմ ինչ են մտածում, ժամանակ էլ չկա դրանով զբաղվելու, ես առավոտը գործի իրիկունը գործես դու։ Դե ով ինչ օրենք անում, ինչ օրենք չի անում, ես այդ բաներից շատ հեռու մարդ եմ էլի աղջիկ ջան, ես չգիտեմ ինչ են ժողով են անում, ժողով չեն անում, երբ են անում, երբ չեն անում, ժամանակ չկա, ես գործիս տուն, առավոտը գործի այդ էց էլի։ Հեշտ բան, ոչ մի սպասելիք չկա։